Ինչ ճակատագիր կունենա Հայաստանի երկաթուղին, Երևանը երկու տարբերակ է առաջարկում, գնդակը Մոսկվայի դաշտում է։ ՆԱՏՕ-ն փորձում է պոկել Հայաստանին հապկ դաշնակիցներից, կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի գնահատականը։ Խուզարկություն Նարեկ Կարապետյանի բնակարանում, Քնչականի պարզաբանումն ու Կարապետյանի գնահատականը։ Կեղծ վարորդականների աննախադեպ աճ, խարդախությունն է ավելացել, թե վերահսկողությունը ուժեղացել։ Ուղարկել այնտեղ, որտեղից եկել են, Եվրոպան չի պատրաստվում ընդունել Սեուտայի միգրանտներին։ Հորմուզի ջրերը խախտած նավերը Իրանի թիրախում, երկուսը խոցվել են, 4-ը հեռացել։ Եթե Թեհրանը հրադադար հաստատի, Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցությունների։ Հայ մարզիկները Բաքվում ֆուրոր են անում, Էրիկ Պապիկյանը 9-1 հաշվով հաղթել է ադրբեջանցուն։ Եվ Դոնի Ռոստովի հայկական ընտանիքը Ռուսաստանի տարվա ընտանիք մրցույթի հաղթող։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, Արմենիայի ուղիղ եթերում ժամի գլխավոր թողարկումն է, ես Հայկ Նավասարյանն եմ։ Եվ այսպես Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից 3 օր անց վարչապետը փակագծեր է բացում, թեև Ռուսաստանի նախագահը չի խոսել այս մասին, բայց Երևանի դիրքորոշումը հստակ է ու վերջնական։ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա կառավարել իր երկաթգիծը այնպես, ինչպես նպատակահարմար է։ Սա նշանակում է, որ երկաթգծի կառավարումը Հարավկովկասյան երկաթուղուց պետք է անցնի Հայաստանի կառավարությանը կամ բարեկամաբար, կամ իրավաբանական ճանապարհով։ Երկուսին էլ Երևանը պատրաստ է, իսկ Մոսկվան, ռուսական ընկերությունն արդեն արձագանքել է Փաշինյանին, մանրամասները ժամի անդրադարձում։ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ Եվ մենք հարցի վերաբերյալ նաև որոշակի ըմբռնում ենք տեսնում։ Սա ամիսներ առաջ։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանից վերցնելու հարցով անհրաժեշտության դեպքում կառավարությունը կգնա նաև միջազգային արբիտրաժ, նույնն է թե դատարանի դուռը։ Դա մեր սեփականությունն է եւ Հայաստանի Հանրապետությունը պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Դեռևս բավարար չափ կսպասենք, բայց ոչ անվերջ ուզում ենք հարցը Մոսկվայի հետ բարեկամական տարբերակով լուծել, ընդգծում է Փաշինյանը։ Այս կթանկանա։ Հայաստանում էլ բաներ կա, որ անվճար է, կարող է պարզվի, որ թանգանում է։ Կարող է բաներ կա, որ Հայաստանում գոյություն ունի 30 տարի անվճար, կարող է պարզվի, որ Հայաստանը կսկսի դրա համար տարեկան $2 միլիարդ ուզել։ Ասել կամ տարեկան 2 միլիարդ վարձավճար ունեցեք կամ էլ Ռուսական երկաթուղիներում այս ակնարկն իրենց ուղղությամբ են ընդունում, ընկերության գլխավոր տնօրենն է հայտարարել։ Զարմանքով ու տարակուսանքով են տեղեկանում երկաթուղիների վարձակալության համար հնարավոր վճար սահմանելու պաշտոնական Երևանի մտադրությունների մասին։ Ռուսական երկաթուղիներն իրավունք ունի ակնկալելու, որ Հայաստանի երկաթուղային համակարգում կատարած ներդրումները կվերադարձվեն, եթե Երևանը դադարեցնի կոնցեսիոն պայմանագրի գործողությունը կամ փոփոխի դրա պայմանները։ Եթե հայ-ռուսական քաղաքական բանակցություններն արդյունք չտան, ըստ էության Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարման ղեկը Մոսկվայի ձեռքից առնելու միակ ճանապարհն իսկապես իրավականն է մնալու, հենց միջազգային արբիտրաժի միջոցով։ Այստեղ սակայն ըստ մասնագետների Հայաստանը դեռ պետք է հստակեցնի այն խնդիրը, որով ընդդեմ ռուսական կողմի թակում է միջազգային ատյանի դուռը։ Հիմա հարցը այստեղ հետևյալն է, թե ինչ հարցով է դիմելու Հայաստանը միջազգային արբիտրաժին, ինչ վեճ է առաջ քաշելու, այսինքն ներկայացնելու է բավարար փաստեր, ապացույցներ, որ առկա են պայմանագրի էական խախտումներ Հարավկովկասյան երկաթուղու կողմից եւ այնուհետեւ սկսվեն հաշվարկներ, միանշանակ չի, որ արբիտրաժը կբավարարի Հայաստանի հարցը, դեռ արբիտրաժը պետք է որոշի արդյոք Հայաստանը ստեղծված պայմաններում իրավունք ունի վաղաժամկետ դադարեցնելու պայմանագիրը կամ մասնակի կամ ամբողջությամբ։ Հայկական երկաթգծերը Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիոն կառավարմանը հանձնվել են 2008-ին 30 տարով եւ այս պայմանագիրը եւս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Ամեն դեպքում այս 30 տարիների համար արդեն Հարավկովկասյան երկաթուղին վճարել է 1.7 միլիարդ դրամ մուտքի միանվագ վճար եւ պարտավոր
ուղղորդվել եմ վճարել տարեկան վերնափոխադրումներից ու այլ ոչ ուղևորային գործունեությունից ստացված համախառն հասույթի 2%-ը եւ այստեղ արդեն պետք է համապատասխան հաշվարկներ լինի իրավական աուդիտ, փաստաթղթային աուդիտ լինի, նոր որոշվի, թե որ կողմին ինչքան գումար պետք է հատուցի, համենայն դեպս Հայաստանի համար ցանկացած ելքի դեպքում փոխհատուցման խնդիր առաջանալու են։ Ռուսական կառավարման հայկական երկաթուղու շուրջ քննարկումներն ըստ մասնագետների վաղուց արդեն դուրս են զուտ պայմանագրային կամ տեխնիկական հարցերի շրջանակից, փորձագետ վերլուծաբանների գնահատմամբ դրանք այժմ արտացոլում են առավել լայն գործընթացներ, որոնք առնչվում են մինչև իսկ արտաքին քաղաքականության եւ տարածաշրջանային հավասարակշռության խնդիրներին։ Նրանց խոսքով Հարավկովկասյան երկաթուղու կառավարման հետ կապված իրավիճակը վկայում է, որ ռազմավարական ենթակառուցվածքների տնօրինումն այլևս միայն տնտեսական նշանակություն չունի, այն դարձել է երբեմնի եղբայրական մտերմություն ունեցող պետությունների հարաբերությունների նոր մակարդակը, փոխադարձ վստահությունն ու հետագա քաղաքական կուրսը չափելու ցուցիչ։ Էդվարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի կարող գազի համադրելի գններ ակնկալել, հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը, մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը այլընտրանք է փնտրում Ռուսաստանի հետ հարաբերություններում, ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առումով։ Ռուս պաշտոնյան թվերի լեզվով է պարզաբանել իրավիճակը։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խորանարդ մետրի դիմաց $177.5, իսկ Եվրոպային մատակարարվող գազի գինը գերազանցում է $600։ Դա այլ կերպ քան սուբսիդավորում անվանել անհնար է, քանի որ այդ գումարը կազմում է տարեկան մոտ $1 միլիարդ, եւ դժվար թե միությունից դուրս որևէ մեկը կարողանա Հայաստանին նման պայմաններ առաջարկել, նշել է Ռեշետնիկովը։ ՆԱՏՕ-ն ձգտում է պոկել Հայաստանին ՀԱՊԿ դաշնակիցներից, սա էլ հայտարարել է կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ Ռուս դիվանագետի գնահատմամբ Հայաստանի ներկայիս ղեկավարության նման մոտեցումը չի համապատասխանում երկրի անվտանգության եւ ինքնիշխանության ապահովման երկարաժամկետ շահերին։ Նա հիշեցրել է տարածաշրջանի պատմությունը, որտեղ բազմաթիվ փաստեր կան, որոնք ապացուցում են, որ հայ ժողովրդի ճակատագիրը զարգացել է շատ բարդ եւ երբեմն արյունալի պատերազմներում, իսկ այդ ընթացքում ըստ Վասիլևի Ռուսաստանն է եղել հայ ժողովրդի անվտանգության եւ բարգավաճման գլխավոր երաշխավորը։ Հայկական պտուղ բանջարեղենը չի թափվել, այն սպառվել է եւ ներքին շուկայում եւ արտաքին, նշել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պատասխանելով հարցին, որ երկրներ է արտահանվում հայկական գյուղմթերքը։ Պապոյանը վստահեցրել է, կառավարությունը լուծել է այս խնդիրը եւ ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի լոլիկի բերքը դաշտերում չի մնա, ամբողջ բերքը կիրացվի։ Ես որքան գիտեմ իրան չի թափվել լոլիկն է թափել փչացել, ծաղիկները չեն գնացել, լոլիկը չի թափվել, լոլիկը մթերվում է, հիմա վաճառվում է, արտահանվում է նաև, երեք էլ կառավարությունը որոշում է ընդունել, որով այլ երկրից այդ սահմանափակում է կիրառվել տոմատի մածուկի վրա, որը գալիս է Հայաստան, դրա հետևանքով արդեն 4 հայկական գործարան ինձ այսօր տեղեկացրել են, որ ամբողջ լոլիկը դաշտի եւ ջերմոցի, այսինքն այն ինչը որ մթերման ենթակա է, ամբողջ ծավալը կմթերվի։ Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Խուզարկություն Նարեկ Կարապետյանի բնակարանում, քննչականի պարզաբանումն ու Կարապետյանի գնահատականը։ Կեղծ վարորդականների աննախադեպ աճ, խարդախությունն է ավելացել, թե վերահսկողությունը ուժեղացել։ Ուղարկել այնտեղ, որտեղից եկել են, Եվրոպան չի պատրաստվում ընդունել Սեուտայի միգրանտներին։ Հորմուզի ջրերը խախտած նավերը Իրանի թիրախում, 2-ը խոցվել են, 4-ը հեռացել։ Եթե Թեհրանը հրադադար հաստատի, Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցությունների։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը անդրադառնալով Իսպանիայի Սեուտա քաղաք ներգաղթած մոտ 60,000 միգրանտների մասին լուրերին X-ի իր էջում գրել է, որ Եվրոպան չի կարող թույլ տալ որևէ մեկին մտնել միություն առանց կանոններին հետևելու, ուստի ապօրինի հատումները պետք է անհապաղ դադարեցվեն։ Իսպանիայի իշխանությունները որոշել են ներգրավել զինվորականների անվտանգության ապահովման նպատակով։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ուղեկցությամբ Հորմուզի նեղուցով անցնող նավթային լցանավերի շարասյունը հայտնվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թիրախում։ Ըստ հաղորդագրության լցանավերից 2-ը խոցվել են, մյուս 4-ը շրջվել եւ հեռացել այն բանից հետո, երբ շարասյունը փորձել է օգտագործել Օմանի ջրերին մոտ գտնվող ապօրինի երթուղին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ընդգծել է, որ Իրանը շարունակում է լիակատար վերահսկողություն իրականացնել Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Կրկին Հայաստան վաղ առավոտյան իրավապահները ուժեղ Հայաստան դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանի տանը իրականացրել են քննչական գործողություններ Սամվել Կարապետյանի առաջնորդած քաղաքական ուժից Ալեքսան Ալեքսանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում։ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին միայն այս տեղեկությունն են հաղորդել։ Ավելի վաղ դատարանը որոշել էր Ալեքսանյանի կալանքը երկարաձգել 2 ամսով։ Իր հերթին Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր գնահատմամբ տեղի ունեցողը քաղաքական հետապնդումների դրսևորումներից հերթականն է իրենց ընդդիմադիր կեցվածքով պայմանավորված։ Պարզ արտահայտած քաղաքական գործունով, քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց փաստորեն արգելվում է քաղաքականությամբ զբաղվել։ Ուղղակի ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է։ Չկա որևէ այլ պատճառ ու սա է հիմնական այն ամբողջ այս պատմության հիմքը։ Ուզում է ասել, որ մարդ քաղաքականությամբ չզբաղվի, բացի իմ կողմից նշանակված սատելիտներին։ Դա այդպես չի կարող լինել, որովհետև մենք պետք է մեր երկրում քաղաքականությամբ զբաղվենք, որտեղ ինքը սխալ ճանապարհով է տանում, ինքը հիմա էլ է սխալ ճանապարհով տանում։ Վարորդական իրավունքից զրկվել ոմանց համար չի նշանակում զրկվել վարելու իրավունքից։ Եթե ավելի պարզ, ապա պարզվում է կան վարորդներ, ովքեր ամեն գնով պատրաստ են վարորդական ունենալ, միայն թե մեքենայից չզրկվեն, ու այստեղ իհարկե առաջին պլան են գալիս խարդախները, տարբեր հարթակներում գովազդում իբր օրինական վարորդականներ են տրամադրում 4-500 հազար դրամով, վաճառում թե վարորդականից զրկվածներին, թե դեռ չունեցողներին։ 2026 թվականի առաջին կիսամյակում պարեկային ծառայողների կողմից բացահայտվել է հանցագործության 2288 դեպք։ Վկայաբերվող վիճակագրության մեջ առավել ուշագրավը կեղծ փաստաթղթերի հայտնաբերման կտրուկ աճն է։ Եթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է նմանատիպ 60 դեպք, ապա այս տարի ցուցանիշը հասել է 301-ի։ Դրանցից 300-ը վարորդական իրավունքի կեղծ վկայականների հայտնաբերման դեպքերն են եղել։ Ոստիկանությունը ցուցանիշի աճը պայմանավորում է ինտենսիվացած ստուգումներով եւ խստացված վերահսկողությամբ։ Պարեկային ծառայությունները ոստիկանության բոլոր ծառայությունները բարբերաբար իրականացնում են նաեւ ուժեղացված ծառայություններ եւ դրանց ընթացքում շատ ա եղել, որ հայտնաբերվել են նաեւ կեղծ փաստաթղթեր։ Եվ բոլոր նման հայտնաբերված փաստաթղթերից հետո բոլոր դեպքերով ընթացքա տրվում։ Թվի բազմակի աճը ըստ փաստաբանների առաջին հերթին պայմանավորված է կեղծ վկայականների հայտնաբերման արդյունավետությամբ։ Նրանք սակայն չեն բացառում նաեւ մյուս հնարավոր պատճառը՝ վարորդական իրավունքից զրկված անձանց մեծ թիվը։ Փաստաբանների դիտարկմամբ նրանցից շատերը կեղծ վկայականով են շարունակում մեքենա վարել։ Չգիտես ինչու գտնում են, որ կեղծ վարորդական իրավունքը կարող է իրեն իրական վարորդական իրավունքը փոխարինել, բայց չպետք է մոռանանք, որ 21-րդ տարում տեխնիկական մեծ հնարավորություն ունեն պարեկային ծառայությունները եւ վարորդական իրավունքի կեղծ լինելը բարձրացնելը ընդամենը մի քանի րոպե է տևում։ Կարծում եմ, որ պետք է հստակ իմանային եւ հասկանային, որ վարորդական իրավունքի կեղծ լինելը ամենահեշտ բացահայտվող հանցագործություններից մեկն է լինելու։ Վարորդական կեղծ վկայականներին վերաբերող առաջարկները հիմնականում տարածվում են սոցիալական ցանցերում, նշում են ոստիկանությունից։ Սոցիալական տարբեր հարթակներում հանդիպում են հայտարարություններ, որոնց հեղինակները գումարի դիմաց խոստանում են իբր օրինական փաստաթուղթ տրամադրել։ Հիմնականում TikTok հարթակում, Telegram-յան հարթակում
հարթակներում կան գովազդներ, որ չգիտեմ 400-500 հազար դրամի դիմաց կարող ենք տրամադրել վարորդական իրավունքի վկայական, ամեն ինչ օրինական է, ամեն ինչ ճիշտ է եւ այլն, եւ ունենում ենք քաղաքացիներ, որոնք տրվում են դրան, գումար են փոխանցում եւ դառնում են խաղաղության զոհ։ Մենք ունեցել ենք դրանով բացահայտումներ։ Վարորդի մոտ կեղծ վկայականի հայտնաբերումը պետք է լինի քննության մեկնարկային, այլ ոչ թե վերջնակետը, նշում են փաստաբանները։ Անհրաժեշտ է վերականգնել հանցագործության ամբողջ շղթան, պարզել թե ով է պատրաստել փաստաթուղթը, ինչպես է այն տարածվել եւ ովքեր են կազմակերպել վաճառքը։ Պատիժների միասնական լինելն է պետք բարձրացնել, քանի որ տարբերակված է մոտեցումը, օրինակ նույն առանց վարորդական իրավունքի ոչ ստապ վիճակում վարելու դեպքում մի քանի դրվագ 7-8 դրվագ լինել դեպքում անձը կարող է դատապարտվել տուգանքի, բայց մեկ այլ անձ, ով թեկուզ մեկ դեպք է ունեցել կամ 2-3, այդ անձի դեպքում չգիտես ինչի ազատազրկում է իրավուն որպես պատիժ։ Եվ հենց այս տարբերակված մոտեցումը անարդարության զգացում առաջացնում եւ սա չի կարող լինել պատժիչ եւ հետագա հանցագործների կանխման արդյունավետ միջոց։ Փաստաբանների գնահատմամբ դեպքերի կանխման համար անհրաժեշտ է ոչ միայն պատժի անխուսափելիություն եւ միասնական դատական մոտեցում, այլև կեղծ փաստաթղթերի պատրաստման ու տարածման ամբողջ շղթայի բացահայտում։ Ոստիկանությունն էլ հիշեցնում է, վարորդական իրավունքի վկայական կարելի է ստանալ բացառապես օրենքով սահմանված կարգով համապատասխան քննությունների հանձնումից հետո։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Թվային կարող են լինել ոչ միայն տեխնոլոգիաները, այլև գյուղատնտեսությունը։ Սևանի ափին արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացվող Սևան Ագրիտեք Սամիթի շրջանակում ոլորտի նորարարները հանդիպել քննարկել են ոչ միայն ձեռքբերված հաջողություններն, այլև թե ինչ սպասել առաջիկայում, քանի որ գյուղատնտեսությունը, ասում են, միայն դաշտում չի լինում։ Սևանի ափին կրկին հանդիպել են գյուղատնտեսության և տեխնոլոգիաների ներկայացուցիչները։ Seaside Startup Summit Armenia 2026-ի շրջանակում արդեն 5-րդ անգամ անցկացվող Սևան Ագրիտեք Summit-ը նույն հարթակում միավորում է ֆերմերների, գիտնականների, տեխնոլոգիական ընկերությունների, ներդրողների և սկսնակ ձեռներկատերերի։ Նպատակը մեկն է նորարար լուծումներով գյուղատնտեսությունը ավելի արդյունավետ, մրցունակ և կայուն դարձնել։ Մասնավորապես 2 գերակա ուղղություն ենք վերցրել մեր համար, հաշվի առնելով կառավարության, պետական աջակցության ծրագրերը, ջերմատների հիմնման, այգիների հիմնման, ինտենսիվ այգեպտղաբուծության զարգացման եւ կոնկրետ 2 սեսիա նվիրել ենք հետ տվյալահենք եւ արհեստական բանականությամբ հագեցած նորարարական լուծումներին ջերմատների մեջ եւ ճշգրիտ գյուղատնտեսության այգիների ճշգրիտ կառավարման լուծումներին։ Պանելային քննարկմանը ներկայացվում են թվային գյուղատնտեսությանը, արհեստական բանականությանը, ճշգրիտ հողագործությանը, ագրոտեխնոլոգիաներին եւ ավտոմատացման ոլորտին վերաբերող լուծումներ։ Մասնակիցները ոչ միայն ծանոթանում են նոր տեխնոլոգիաներին, այլև հնարավորություն են ստանում անմիջապես շփվել դրանց հեղինակների հետ, քննարկել համագործակցության տարբերակներ եւ գտնել ներդրումային գործընկերներ։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ այս հարթակը վաղուց արդեն պարզապես համաժողով չէ։ Այստեղ գաղափարները վերածվում են գործընկերության, ստարտափները ներդրումային հնարավորությունների, իսկ մասնակիցները ձեռք են բերում միջազգային կապեր եւ մեթոդների աջակցություն։ Հենց այդ միջավայրն է Սևան Ագրիտեք Summit-ի հիմնական առավելություններից մեկը։ Խնդիրն է իմի բերել, այսինքն բոլոր շահագրգիռ կազմակերպություններին հավաքել մեկտեղ եւ իրանց ներկայացնել լավագույն փորձը։ Դա կլինի թե պետությունը, որը քաղաքականություն է մշակում, թե ներդրողները, որոնք գյուղատնտեսության մեջ շարունակական ներդրումներ անում եւ հենց իրանք ֆերմերները, որոնք օգտագործում են։ Ընդ որում մենք կարևոր խնդիր ունենք, որպեսզի ներկայացնենք հատկապես այնպիսի մոտեցումներ եւ տեխնոլոգիաներ, որոնք պարզ հասանելիություն կարող ունենան նաև Հայաստանի փոքր ֆերմերների համար։ Զեկուցողները մեր ներկայացնում էին 8 երկիր, ունենք նաև հայտնի մի քանի համալսարաններից պրոֆեսորներ, բարձրակարգ այսպես էքսպերտներ, մասնավորապես Հոլանդիայի Վախենինգենի համալսարանը, ունենք Վայնշտեֆան Տրիզդորֆի կիրառական գիտությունների համալսարանը Գերմանիայից եւ ունենք Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանից։ Գյուղատնտեսության նորարարություններով հետաքրքրված են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան ստարտափերները, ոլորտային փորձագետներն ու ներդրողները։ Նրանց համար սա փորձի փոխանակման, նոր շուկաների բացահայտման եւ իրական բիզնես համագործակցությունների ձևավորման հնարավորություն է։ Արդեն 5-րդ անգամ անցկացվող Սևան Ագրիտեք Summit-ը շարունակում է ապացուցել, որ
գյուղատնտեսության ապագան միայն դաշտերում չէ, այլև նորարար գաղափարների, տեխնոլոգիաների եւ միջազգային համագործակցության խաչմերուկում, իսկ Սևանի ափը մի քանի օրով վերածվում է այդ գաղափարների հանդիպման վայրի։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Իսկ արհեստական բանականությունը ոչ թե սպառնալիք է, այլ հնարավորություն, քանի որ այն չի փոխարինելու մարդուն, բայց նա, ով կիրառում է AI գործիքները, շուկայում առավել մրցակցային է լինում։ Գաղափարը Seaside Startup Summit-ի շրջանակում հնչեցրել է Team ընկերությունների խմբի HR տնօրենը, իսկ Team Telecom Armenia-ի վերջին ձեռքբերումները ժամի անդրադարձում։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ Seaside Startup Summit-ի տեխնոլոգիական զարկերակը համահունչ է Team Telecom Armenia-ի աշխատանքին։ Այն, ինչ հազարավոր մասնակիցների համար պարզապես արագ ինտերնետ է, իրականում մանրակրկիտ աշխատանքի արդյունք է։ Մինչ վրանային քաղաքը լցվում է նոր գաղափարներով, Team Telecom Armenia-ի մասնագետները այստեղ կառուցում են անտեսանելի, բայց կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքը։ Մագիստրալային օպտիկամանրաթելային կապը հասնում է մինչև Summit-ի տարածք։ Ստեղծվում է հզոր NGN հաջորդ սերնդի ցանց, իսկ ամբողջ ճամբարը ծածկվում է Wi-Fi-ով, որպեսզի հազարավոր սարքեր միաժամանակ աշխատեն առանց խափանումների։ Քանի որ այս օրերին այստեղ հավաքվում են տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, կապի կայունությունն ու արագությունը արդեն ոչ թե պարզապես հարմարավետություն են, այլ Summit-ի անխափան աշխատանքի հիմնական նախապայմաններից մեկը։ Team Telecom Armenia-ն արդեն 5-րդ տարին է հանդիսանում է Sevan Startup Summit-ի տեխնոլոգիական գործընկերը։ Մենք հավատում ենք, որ այս միջավայրում ստեղծվում են նոր գաղափարներ եւ տնտեսության նոր հիմքը։ Այս օրերին հարյուրավոր ներդրողներ, հազարավոր մասնակիցներ ամենօրյա աշխատանք են կատարում Sevan Startup Summit-ում, սովորում են, փնտրում են նոր համագործակցություններ եւ դա անհնար է այսօր պատկերացնել առանց կայուն եւ որակյալ կապի։ Սակայն տեխնոլոգիական գործընկեր լինելու միակ պատճառը դա չէ։ Ինչպես ցանկացած ստարտափի հիմքում ուժեղ թիմն է, այդպես է Team Telecom Armenia-ի գաղափարական հիմքը հենց ուժեղ թիմն է։ Եվ սա է նաև այն արժեքը, որ մեզ ամեն տարի բերում է Sevan Startup Summit։ Սակայն Team Telecom Armenia-ի մասնակցությունը միայն տեխնոլոգիաներով չի սահմանափակվում։ Ընկերությունը նաև կրթական ծրագրի ակտիվ մասնակից է։ Team ընկերությունների խմբի HR տնօրեն Աննա Հովսեփյանը մասնակցել է պանելային քննարկմանը, խոսելով այն մասին, թե ինչպես է արհեստական բանականությունը վերափոխում աշխատաշուկան, բարձրացնում աշխատանքի արդյունավետությունն ու HR-ի մոտեցումները։ Քննարկման առանցքային ուղերձը պարզ էր, արհեստական բանականությունը մարդկանց չի փոխարինելու։ Այն մարդիկ, ովքեր տիրապետում եւ արդյունավետ օգտագործում են AI գործիքները, մրցակցային առավելություն կունենան։ Այսօր AI-ը ոչ թե սպառնալիք է, այլ նոր հմտություն, որը ձևավորում է վաղվա աշխատաշուկան։ Կարևոր եմ համարում հավաքագրման ընթացքում ուշադրություն դարձնել ոչ միայն մարդու փորձառության վրա, այլ նաև ինչքանով արագ ինքը պատրաստ է տրանսֆորմացիայի ենթարկվել եւ սովորել։ Այսինքն ինքը պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները, որպեսզի տա լավագույն արդյունքը։ Բնականաբար AI-ը չի կարող փոխարինել մարդուն, փոխարինման դեպքում աշխատակիցը AI օգտագործող աշխատակիցը փոխարինելու է այն աշխատակցին, ով չի օգտագործում AI-ը։ Նորարարության ճանապարհին Team ընկերությունների խումբը ներկայանում է նաև իր մյուս կարևոր նախաձեռնությամբ։ Team Energy-ն արդեն երկրորդ անգամ մասնակցել է Sevan Ivirali-ին, ներկայացնելով թե ինչպես է իր ցանցի գործակցմամբ ձևավորել էլեկտրական մեքենաների օգտագործման մշակույթը Հայաստանում։ Եթե ընդամենը մի քանի տարի առաջ էլեկտրական մեքենա գնելու հիմնական հարցը մեկն էր, իսկ ճանապարհին լիցքավորման կայան կգտնեմ, ապա այսօր այդ մտահոգությունը գրեթե վերացել է։ Team Energy-ն ստեղծել է երկրի ամենամեծ լիցքավորման ցանցը, ավելի քան 260 կայանով ամբողջ Հայաստանում, այդ թվում գերհզոր 160 եւ 240 կիլովատ արագ լիցքավորիչների, որոնք երկար ճանապարհը դարձնում են ավելի վստահ ու հարմարավետ։ Այս ամենի հիմքում նույն գաղափարն է կառուցել ենթակառուցվածքներ, որոնք փոխում եւ հեշտացնում են մարդկանց առօրյան։ Team Telecom Armenia-ի համար տեխնոլոգիան պարզապես ծառայություն չէ, դա վստահություն է, որը միավորում է մարդկանց, գաղափարներն ու ձևավորում ապագան։ Քնարիկ Պետրոսյան, Տիգրան Հունանյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Եվ Դոնի Ռոստովի հայկական ընտանիքը Ռուսաստանի տարվա ընտանիք մրցույթի հաղթող։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։
Հայկական ընտանիքը Ռուսաստանում անցկացվող տարվա ընտանիք մրցույթի հաղթող Դոնի Ռոստովում բնակվող մեր հայրենակիցներն արժանացել են ավանդույթների պահապան ընտանիք կոչմանը, հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու և ավագ սերնդի արժեքները երիտասարդներին փոխանցելու համար։ Այս և օրվա այլ կարևորը հաջորդիվ տեսաշարում։ Հունվար-հունիս ամիսներին Ռուսաստանում հայկական կոնյակների մանրածախ վաճառքը տարեկան կտրվածքով նվազել է 12.2%-ով։ Կոմերսանտի տվյալներով կոնյակի ընդհանուր պահանջարկի մեջ Հայաստանի բաժինը կազմել է 20%, ինչը տարեկան կտրվածքով 1.7%-ային կետով անկում է։ Սա պայմանավորված է Ռոսպոտրեբնadzորի կողմից 3 հայ արտադրողների արտադրանքի վաճառքի դադարեցմամբ։ Նոր ազգային ժողովում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի առաջարկ Հայաստանին պակասը, ասվում է ԲՀԿ կալանավորված առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունում։ Ծառուկյանը ասել է, թե տեսնում է, որ Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ, ընդ որում խոսքը ոչ թե տեսական ապագայի, այլ շատ իրական ամիսների հեռանկարի մասին է։ Դատախազությունը այսօր ի դեպ տեղեկացրեց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատ ընկերության բաժնետոմսերը հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը։ Տարվա ընտանիք համար ռուսաստանյան մրցույթի արդյունքներով Դոնի Ռոստովում բնակվող հայկական ընտանիքը ճանաչվել է Ռուսաստանի լավագույն ընտանիքներից մեկը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Ընտանիքը արժանացել է ավանդույթների պահապան ընտանիք կոչմանը Դոնի Ռոստովի հայերի մշակութային ժառանգությունը պահպանելու և ավագ սերնդի արժեքները երիտասարդներին փոխանցելու համար։ Հայկական ազգային երաժշտական գործիք դհոլ նվագող Գրիգորն ու Ռոզան մեծացնում են իրենց որդիներին Մելքոնին և Միքայելին, որոնց անվանակոչել են իրենց պապիկների պատվին։ Տարվա ընտանիք համար ռուսաստանյան մրցույթը անցկացվում է 2016 թվականից։ Այդ ընթացքում ստուգատեսին մասնակցել է ավելի քան 50,000 ընտանիք։ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կիլոմետր հատվածում այսօր առավոտյան Թուրքմենստանի Հանրապետության 37-ամյա քաղաքացին իր Հոնդա Մագնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ֆոտոլրագրող Շամշյանը փոխանցում է, որ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սևան բժշկական կենտրոն և մինչև քննչական խումբը զննում էր դեպքի վայրը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին օդերևութաբանական կանխատեսումներ։ Եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը իր որակյալ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին։ Այժմ Երևանում և մարզերում սպասվող ջերմաստիճանի մասին ավելի մանրամասն։ Եվ այսպես, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է 25-ից 30, Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում 31-ից 36 աստիճան տաքություն։ Լոռիում կլինի 24-ից 28, Տավուշում 28-ից 32 աստիճան տաքություն։ Արարատում Արմավիրում սպասվում է 35-ից 37, Սյունիքի Հովիտներում 32-ից 35 աստիճան տաքություն։ Սյունիքի նախալեռներում սպասվում է 26-ից 30 աստիճան տաքություն։ Իսկ մայրաքաղաք Երևանում օրը կանցնի առանց տեղումների։ Այս գիշեր կլինի 21-ից 23, ցերեկը 34-ից 36 աստիճան։ Երեկոյան ժամերին սպասվում է 29-ից 31 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում բոլորիդ։